Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմեց 8.3%։ Այս ցուցանիշը հրապարակվեց նաև կառավարության տարեվերջյան նիստում։ Գործադիրի անդամներն իդեմս Փաշինյանի գոհ էին, ուրախ, մի քիչ էլ երջանիկ, որ կարողացել են այդպիսի ցուցանիշ ապահովել։ Գործադիրն իր գոհունակությունը տարվա աշխատանքից փորձեց արտահայտել գրեթե բոլոր հարթակներում տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու՞ չէ նաև քեֆ ուրախություններում։ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է։ Կենսաթոշակառուի նպաստառուի համար կարևոր եւ էական չէ ոչ այդքան հասկանալի վիճակագրական թվերը։ Օրվա հացի կարոտ սոցիալապես անապահով ընտանիքին ճոխ-ճոխ թվեր ներկայացնելով չես կարող համոզել, որ նա լավ է ապրում։ Բնակչությունը աղքատացել է, սպառողական վարկերի չափականակը ավելացել է, ասում եք տնտեսությունն աճեց։ Հաջորդը 10%-ով աճել է առողջապահական ծառայությունները։ Հիվանդանոցային այցելություններ են եղել, շատ ավելի բուժման ծախսեր են եղել մարդկանց մոտ։ Դրա հաշվին տնտեսությունը աճել է։ Մենք տարեկան առնվազն 7% տնտեսական աճ պիտի ապահովենք։ Հիշում եք, Փաշինյանը կառավարության առջև խնդիր էր դրել, որ յուրաքանչյուր տարի պետք է 7% տնտեսական աճ ապահովեն։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանում արձանագրվեց 12.6% տնտեսական աճ։ Հետո այդ ցուցանիշը սկսեց աստիճանաբար նվազել եւ 2024-ին հասավ մինչեւ 5.9%-ի։ Տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի։ Ինչպես կանխատեսվում էր, Հայաստանի համար նվազեց վերարտանման ուղղության ծավալները դեպի Ռուսաստան։ Այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Միանշանակ վերարտահանումը ազդել է տնտեսական անկման վրա, արտահանման անկման վրա։ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը վերջին հրապարակված վիճակագրական տվյալներով 45%-ով անկում է ապրել։ Հայաստանի իշխանությունները հաճախակի հայտարարում են, թե դիվերսիֆիկացնում են արտահանման շուկաները։ Սլակները դեպի Եվրոպա, Արևմուտք են ուղղել։ Եվրոպական միությունն ըստ տնտեսագետների չի կարող Հայաստանից ապրանքների ներկրում իրականացնել, քանի որ Եվրոպան եւս ապրանքների սպառման խնդիր ունի։ Հայկական գինին չի կարող մրցակցել պորտուգալական գինու հետ, իսպանական գինու հետ։ Հայկական կոնյակը չի կարող մրցակցել ֆրանսիական կոնյակի հետ։ Մինչև տարին կավարտվեր, կառավարությունն ավելի արագորեն պարտք ներգրավեց։ Պետական պարտքը հատեց 14 միլիարդ 200 միլիոն դոլարը։ Պարտք ինչ խոսք, գրեթե բոլոր պետություններն են ներգրավում։ Հարցը՝ արդյունավետ նպատակային են այն ծախսում։ Չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էլ ասենք, զենք են կարել։ Այսինքն ինչ է նշանակում պարտքը ներգրավել ու զենք են ձեռք բերել։ 2026 թվականի համար պարտքը 1.5 միլիարդ դոլարով ավելանալու է եւ պարտքի ավելացմանը զուգահեռ ռազմական կարիքների բավարարման տողով 100 միլիարդով նվազեցում է գնում։ Կառավարությունների սովորույթն է այդպիսին, հասարակության մեջ տնտեսական ճոխ ֆոնն ապահովելու համար պետք է դիմել պոպուլիստական ժողովրդահաճո քայլերի։ Եվ դա իշխանությունները տարվա վերջին իրականացրեցին։ Հացահատիկ ներկրեցին Ղազախստանից, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, առաջի խմբականակը պարզվեց ցածր սորտի է։ Եվ հետո ժողովրդահաճո դոզան ավելի բարձրացնելու համար Հայաստան ներմուծվեց ադրբեջանական բենզինը։ Սա շարունակական չի լինելու, որովհետև սա ընդհանրապես ժեստերի մի փառատոն է։ Եկող տարի կառավարության ծրագրի առաջնահերթություններից են լինելու բռնի տեղանված անձանց կեցության սոցիալական աջակցության ծրագրերը, կշարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացածների աջակցության ծրագիրը։ Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակն ըստ գործադիրի Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է եւ անապահովության մակարդակի նվազեցումը։ Այս բոլոր ծրագրերը դեռևս թղթի վրա են։ Հայաստանում ավելի քան 30,000 քաղաքացի բավարար սնունդ չի ստանում, թերի է սնվում։ Մեր երկրի բնակչության 1.1%-ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Ամսական 30,000 դրամից էլ քիչ պակաս գումար է ստանում։ Կառավարությունը ինչ խոսք կարող է նվազեցնել աղքատության ցուցանիշը, կհաջողվի գործադիրին եկող տարի փոխել այս պատկերը, նվազեցնել ծայրահեղ աղքատության ցուցանիշը։ Սպասենք եկող տարվա վիճակագրական տվյալների տնտեսական ցուցանիշներին։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ալոյան, ժամը լրատվական։